Շուշվաբերդի անկոմը Թումանյան չեմ, ոչ էլ Շիրազ, ոչ Իսահակյան և ոչ Սևակ։ Ես բեկն եմ, բեկը իմ ժամանակի, որ հայոց ողբը պետք է երգի։ Դե, իշխաններ հայոց երկրի, եկեք նստենք զրույցի, եկեք տեսնենք ինչպես ընկան մեր բերդերը իրավի։ Դուք էլ եկեք հայ ժողովուրդ ու այլ ազգեր այլ երկրի, լսեք մի երկարան սազի խելքից պակաս պոետի։ Թե ցնդել եմ, դուք ինձ ասեք, ես կլռեմ հավիտյան, բայց իմ տաղը ձեզ եմ թողնում, որ ապրի այն հուշերում։ Իմ մեծերի ճամփան բռնած պատմությունն եմ այս գրում, բայց պոետի համբավ չառած ձեր դատին եմ այն թողնում։ Մի առավոտ այսպես խոսեց, սիրտը բեկի վրդոված, գրիչն առավ, գրի առավ, Շուշվաբերդը հիշելով։ Արծիվներն են այնտեղ թռել, ու բազեն էր գիշատիչ, մարդն իր ոտքով դժվար հասներ Բերդն Արցախի փառավոր։ Եվ փրված էր այդ ժայռերին, հպարտ կանգուն լեռներին, արյունը դեռ չէր չորացել կարմիր ներկած պատերին։ Ինչքան էլ որ կրակն հանգչի ու մոխիրով այն ծածկվի, թեթև քամին կբորբոքի թարմ վերքերը մեր սրտի։ Թարմ է անգամ հալիձորը, մուշն ու սասուն, ղարս ու վան, սերունների միջով անցնում, մոր կաթի հետ մեզ հասնում։ Իմաստունի մեջ է ծնվում հանճար միտքը գիտունի, իշխաններն են այն վայելում թագն ու գահը այս կյանքի։ Ու շահերը իրար բախվում, շահ են փնտրում շահավետ, շահին շահով, շահի տալիս, պատիվ դաշինք թաղելով։ Վայ այն մարդուն, որ չի տեսնի, լավն ու վատը իշխանի, ու կուրորեն կյանքը կապրի, թագին նստած հրեշի։ Պատմությունը կրկնվում է, ամեն անգամ իր ձևով, ոսկի արծաթ միշտ մնում է, դավին դարման դառնալով։ Երբ հյուսիսից քամին փչեց, Սուլթան Ալին ոտքի կանգնեց, զորք հավաքեց եկավ նստեց, Արցախ աշխարհը պաշարեց, ու իր երկար ողջ հասակով կանգնեց սարի այն լանջին, բռունցքները թափահարեց ու կատաղի բղավեց։ Այս արևի տակ չեմ տեսնում ինձ հավասարին, ու ուզում եմ կռվով տիրել ողջ Կովկասին։ Ես գիտեմ հզոր Արցախն այդ դիված, բայց կխոնարհվեն նրանք իմ դիմաց։ Սուրհանդակ ղրկեք դուք մեծ ընթուրան, զենքով ու զորքով թող լինեն պաշտպան։ Երկու երկիր ենք ու մեկ ժողովուրդ, Ալլահը վկա, իմ խոսքն է դա։ Իսկ թե ուզում ես հային դու հաղթես, Թուրանի արգանդը պետք է որ զինես։ Քանակն է տալիս բաղձալի արդյունք, որ հայը չունենա տուն ու պատմություն։ Լուր հասցրեք հայ իշխաններին, որ գալիս է զորեղալին, թող խոնարհվեն նրանք իմ գահին, ես չեմ խղճա և ոչ մեկին, ջնջել է պետք անհավատներին, լինի ալևոր կամ թե սգավոր։ Աշխարհի օրենքն է այդ բանը ասում, ձվից է կյանքը աշխարհում ծնվում, թե որ ձուն ներսից ճաքվում է, ջարդվում, կյանքն է նրան իսկույն հաջորդում, իսկ թե դրսից է այդ ճաքը լինում,
Մահն է նրան իսկույն կլանում։ Վառեք տուն ու շեն, որ ես հագենամ, արյան մեջ խեղտեք կանանց անզգամ, որ սերունդ չտան ու չբազմանան, գաղթի ճանապարհը բռնեն ու գնան։ Այսպես էր խոսում Ալին ցասումով, աշխարհին կարծես հղում անելով, որ սուտը ճշտից պետք վեհ լինի, հայ արյունն էլ պետք է որ թափվի։ Եվ ով է հիշում հայերի ջարդը, 15 թվի հայոց եղեռնը։ Ամեն ինչ կանցնի ու լավ կլինի, Արցախի հարցն էլ այդպես կլուծվի։ Ու 40 օր, 40 գիշեր կռիվ տվին անդադար։ Ալին կանգուն չէր նահանջում, խոսքը խալխի չէր լսում։ Սև ամպերը նորից եկան, աշնան լույսը չբացված, ընկան քաջեր, անթիվ քաջեր, ջահել ջիվան տղաներ։ Չեմ կարող լռելու ձեզ չդիմել, ոգին եք դարձած դուք հայոց քաջեր, որ քուն եք մտել դուք հավերժ քնով, ու չեք հանդուրժել թուրքի նահավոր։ Վեր կացեք տղեք, մեր կողքին կանգնեք, մենք ձեր կարիք այսօր շատ ունենք։ Թեկուզ դժոխքից, թե ինձ այցի գան, ու սպիացած սիրտս ցանկանան, հոգիս ծվարեն, մարմինս այրեն, կամ թե իմ աչքի լույսը խավարեն, պետք է ես գոռամ ու գրի առնեմ, հայրերի երկրից քաջերով ապրեմ, որտեղ էլ լինենք, որ ծայրում թաղված, կամ թե սավառնող ամպերից իջած, եկեք հավաքվենք, մի պահ ինձ լսեք, մենք ձեր կարիքը այսօր շատ ունենք, ուզում եմ լսեք ու ներկա լինեք, Արցախ աշխարհի դժոխքը տեսնեք։ Մի մսաղանց էր նենք ու դավադիր, թույնով դավերի տակարզ ահռելի, որ մահ էր սփռում հողից հայրենի։ Սարեր ու ձորեր, լեռներ ու ժայռեր, կանաչ ծաղիկներ, սիրուն այգիներ, լցվեցին կարմիր հաստարյան շերտեր։ Գոլորշին արյան վեր էր բարձրանում, ու ամպեր դարձած անձրև էր տեղում։ Իսկ առվակները կարմիր հորդառատ, ոլոր ու մոլոր ձիգ ճանապարհով, կարկաչուն ձայնը լացի վերածած, մայր արաքսի ճամփան են բռնած։ Օ, նարեկացի, խնդրում եմ ասա, քո աղոթքներից որ մեկն է սա։ Ինչպես իմ ոտքը դնեմ այդ հողին, ինչպես աղոթեմ ես Աստծու գահին, ինչպես աղերսեմ հոգու թողություն, երբ հոգիս արդեն ինձ չի ենթարկվում, ինչպես մաշտոցի տառերով գրեմ և հոգուս ցավը մարդկանց ես պատմեմ։ Օգնեք մեծարգո հայրեր հայրենի, հոգուս մատյանը պետք է որ գրվի։ Ձեռքս չդողակես ճանապարհին, հոգիս չընկճվի քարքարոտ ճամփին։ Եղեք դուք նեցուկ, իմ ուսուցիչներ, հայ գրականության գլուխ գործիչներ։ Սարսափ ու խավար տիրել է հոգիս, դարձել եմ գերի ինքս իմ մտքիս։ 4000 ջահել սիրասուն այրեր, պառկել են հողին ու քնել հավերժ։ Որտեղ ես Աստված, որտեղ ես հիմա, հայոց աշխարհից խռով ես, ասա, երես մի թեքիր դու հայկի տնից, հայք ես կառուցել դարերի խորքից, որ դուռը բացեմ, որ ես քեզ տեսնեմ, որտեղ գտնեմ քեզ և ինչպես դիմեմ։ Իսկ եթե ասես ամենուր եմ ես,
Ինչու չեմ տեսնում, որ դու մեր հետ ես։ Ինչպես պատահեց եւ ում մեղքն էր դա, որ մեր լեռներում հայը պետք է լա։ Մայրերը չոքած, բալավայ կանչում, մազերը քանդում, քամուն են հանձնում։ Աչքերը չռած որդուն են նայում։ Արցունքի կաթիլ անգամ չի ընկնում։ Միայն այրուն է այտերով հոսում, երբ որ նայում է որդուն սիրասուն։ Գլուխը գտած մարմինն է փնտրում, որ շաղաղված է արյունը թողում։ Թե խելագարվելը մեղք է այդ դեպքում, ես այդ մեղքով եմ հիմա տառապում։ Նրանցից ոմանք դեռ 20 տարեկան կյանքի բարիք անգամ չտեսան։ Սիրած աղջիկներ թիկունքում թողած, կնոջ մարմինը դեռ չճաշակած, ժպիտը դեմքին հաղթանակ շուրթին, խաղաղ պարկած են Արցախի հողին։ Օ, զինվոր ասա, այդ ինչ ժպիտ է քարացել դեմքի հավիտենապես, որ հրեշտակն է քեզ այցի եկեր, միգուցե մորը դեմքն ես դու հիշել, կամ էլ գեղանի այն միակ կույսին, որի բուրմունքը հիշել ես կրկին, ում ես դու հիշել, թե հաղթանակդ ես ցասումով նշել, որը քարոզ էր խապկանք վիթխարի, իշխանական խաղեր նախկալի։ Զինվորը մարտում արյուն է թափում, իշխանն իր հերթին ոսկի է դիզում։ Տեր Աստված, որքան եմ ատում ես մարդկանց, որոնք իրավի գազան են դարձած, աթոռն են պաշտում երկրից ավելի, որպիսի փորը սոված չլինի, պճնված կանանց ոսկով են պատում, իսկ երեկոյան կաթով լողացնում։ Ով կին արարածի եւ այս ծնված, խնձորից մինչև սիրեկան հասած, քո իսկ ծնունդով ամուսնուն խափած, ամուսնուն գրկում ուրիշ սեր գտած, եւ ինչպես եղավ, որ քո իսկ զարմը ազնվածեղիկ դիտխոսին հասավ։ Ահա կյանքը, չարաբաստիկ աշխարհի, սիրվող կինը միշտ եղել է ցանկալի։ Դժոխք է դարձել կարծես մի աշխարհ, բոլորի համար շահն է միշտ հարմար։ Վայրակ ցեղերը հային են մորթում, չորս կողմը միայն արյուն է հոսում։ Սատանան անգամ դժոխքից եկած այս մարտի դաշտում եղավ շատ ապշած, որտեղ որ թուրքը հային է մորթում, դժոխք անգամ դրախտ է թվում։ Հեռացավ իսկույն, փախավ ու գնաց, դժոխքի ծառան շանթահար եղած։ Մի սև բիծ մնաց միայն հեռվում, Ֆիրդուսին կասեր, թուլատնը փախչում։ Ազերի թուրան դաշինք են կապել, հայկի տան պատեր արյունով ներկել, իսկ աշխարհը լուռ նայում էր ահով, զարմանքով նայում ու կույր ձևանում։ Ահպերախտ ազգեր, այլ երկրի տերեր, ձեր իսկ արարքը Աստծու սրտով չէր։ Աստված աշխարհը ջրում խորտակեց, հայկի տունը ապաստան դարձրեց։ Եվ մարդ եւ գազան վայրի ընտանի մեր Արարատից իջան իրավի։ Դա իսկություն է, ոչ խաբեություն։ Սուրբ գրքերում մի մեծ պատմություն, բայց եկեք հիմա հեռուն չգնանք ու Ղարաբաղյան հարթակում մնանք, քանզի այդ հարցն է բոլորիս տանջում, ուր պատմությունն է նորից կրկնվում։ Արցախի գահին նստած իշխաններ, իմ Երիվարը ավելին կաներ,
միթե դժվար էր մի քայլի հետ քաշվել ու մարտի դաշտը իգիթին թողնել։ Նա զորավար է փառքով հեղեղված, երբեք իր խոսքը մարտում չդրժած։ 28 տարին դեռ չոլորած դղյակ կառուցեց բոլորիս առաջ։ Դա այն Արցախն էր ու 7 շրջաններ, որը հանձնեցիք անզգա մայրեր։ 30 տարի կերակ լափեցիք զորավար Սամվելին բերդում փակեցիք։ Նենգադավ բախտին հլու հնազանդ Շուշվա բանալին տվին ոսոխին, և Շուշին ընկավ Հալիձորի պես։ Բայց Հալիձորի չկնաղտիրուհին ոչինչ չզղջաց իր սեր հայրենի, մանուկին խեղդեց մայրական ձեռքով, որ ենիչար չդառնա մի օր։ Ինքն էլ հնազանդ խարույկ բարձրացավ, անունը փառքով օծեց դարերով։ Չունես գերեզման տիկին Սաթենի, բայց ունես անունի փառք հայրենի։ Ամեն մի իշխան քո փոշին չարժի, խաղաղվիր հավերժ, երկնային կյանքի։ Լսել եմ ես մի հին պատմություն, պապերից պատմած մի իրողություն։ Ասում են, թե մի կնոջ հոգի անվերջ թափառում մանուկ է փնտրում ու այցի գալիս դավադիրներին, իրենց սրտի չափ իրենց է տալիս։ Մահն ինչ է, որ ձեզ լինի արժան, դուք պետք է կյանքում մնաք դավաճան, քանզի հանձնեցիք սև բահը թուրքին, անարժան դարձաք դուք ձեր իսկ գային։ Իշխանությունը գահ չէ սիրասուն, որ կնոջ նման սիրի քեզ թաքուն։ Գահը դաժան է, թագը ավելին։ Հիմարի համար մի բեր ծանրագին, բոցավար հուր է, այրվող մի օջախ, ձեռքերով դիպչես, կայրվես շարունակ։ Գեղեցիկ կին է, գայթակղիչ մարմին, թե նրան տիրես, կդառնաս գերին։ Հարգանք պատիվ է շռայլում նա քեզ քցնողներին դարձնում ճորտի պես։ Իսկ երբ գալիս է պահը որոշիչ, դառնում ես անպետք ջարդված մի գրիչ։ Ու չես հասցնի պահը ընկալիս, թագը քո գլխից կթռչի հավերժ։ Կառափնարանում միայն կհասկանաս, թագադիր գլխիդ ուղեղդ էր պակաս։